Կարծում եմ շատ կարևոր միջոցառում է սա, այն խնդիրները բարձրաձայնելու, որոնք առկա են տարբեր ոլորտներում կոռուպցիոն երևույթները բացահայտելու, ցավոք սրտի ես ինքս պետք է ելույթ ունենայի, բայց մեկ այլ տեղ միջոցառում պիտի խոսեի կրթական համակարգում առկա կոռուպցիոն խնդրի մասին, բարձրագույն կրթության համակարգում, որովհետև այն կոռուպցիան, որ այսօր կա բարձրագույն կրթության ոլորտում, ես ինքս 24 տարի, եթե հաշվենք ուսանողական տարիներ մինչև այսօր, բարձրագույն կրթության ոլորտում այն համակարգային կոռուպցիան, որ այսօր կա, այն քաղաքական կոռուպցիան, որ այսօր լցված է բուհերում, երբևիցե չի եղել։ Օրինակը, բերեմ մարդ ընտրվում է օրինական հոգաբարձների խորհրդի նիստով ռեկտոր, հոգաբարձների խորհրդի անդամին ճնշում են նախարարության աշխատակիցի կողմից կանչում են նախարարություն, ստիպում են դուրս գալ հոգաբարձների կազմից, լուծարում են հոգաբարձերի խորհուրդը, ու հիմնադրամների մասին օրենքի համաձայն ձևավորում են 3 հոգանոց արդարադատության նախարարամանով խորհուրդ, ու իրենց ուզած չընտրված մարդուն, որը չի ընտրվել մրցույթով, նշանակում են ռեկտոր։ Իսկ սա քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում է, ինչը մի քանի բոյերում արդեն կիրառել են։ Իհարկե, լիք անլիքներ կան այս ոլորտում։ Ես նաև ունեմ որոշակի առաջարկներ, որոնք պիտի իրականացնենք, ստիպենք նախ, քանի սրանք են իշխանության մոտակա 5-6 ամսում, իրանք որոշակի քայլեր անեն, բայց քանի որ սրանցից մեծ հույսեր չկա, ապագա այն իշխանությունը, որ կձևավորվի, պարտավոր է նախ եւ առաջ կոռուպցիան արմատախիլանին հենց կրթական համակարգում։ Կրթության համակարգում արկա կոռուպցիան է, բերում կոռուպցիոն դրսևորումներ այլ ոլորտներում։ Եթե մարդը գումարով, կաշառքով, ծանոթով ավարտել է համալսարանը, բնականաբար բիզնեսի կանոնն է, ինքը պետք է գնա ինչ-որ ոլորտ, առողջապահություն, դատարան եւ այլն, փորձի այդ գումարը հետ բերել։ Իսկ մենք պետք է սկսենք հենց կրթական համակարգից։ Եվ հենց որ մեծամտորեն խոսում են մեծ աշխատակազմի ղեկավարը, կառավարության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը, թե իբր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա կրթական ոլորտում, ներողություն գլուխները պատովն են տալիս, կոռուպցիան կա, կոռուպցիան շատ է, այդ կոռուպցիան պիտի արմատախիլ արվի, եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, իսկ կրթության ոլորտում կոռուպցիայի երևույթը դա նաև վտանգ է ենթաբերում մեր ազգային անվտանգության հարցը, ու պիտի այս խնդիրը լուծենք նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Որոշ մենք կոռուպցիա կաշառք չկա, միգուցե նկատի ունեն, որ նախկինում եթե ուսանողը գումար էր տալիս, քննություններ անցնում, հիմա դա չկա։ Չէ, դա կա, դա նույնիսկ իրենց իրավապահ մարմինների երբևէ գիտեք, մի քանի բուհերում հայտնաբերվել է նման դեպք, հենց կաշառքի դեպք։ Դա էլ կա, այլ երևույթներն էլ կան, քաղաքական կոռուպցիայի դրսևորումը։ Մարդը հրապարակում հայտնում էր, որ այսուհետ ռեկտորները պիտի ընտրվեն բոլոր աշխատողների եւ ուսանողների կողմից, հոգաբարձների խորհրդում չպետք է լինեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, կուսակցականներ, այսօր բացեք ցանկացած հոգաբարձների խորհուրդը, վերից վար իրենց կողմից նշանակված մարդիկ քաղաքական գործիչներ են, քաղաքական դեպքեր են եւ կուսակցականներ են։ Այս սա է քաղաքական կոռուպցիան։ Մարդիկ եկել են իշխանության, խաբելով ժողովրդին, անելով ճիշտ հակառակ։ Այս է տիպիկ դրսևորում կոռուպցիա։